Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից այսօր մենք չարաճճին դասի շարունակությունն ենք անցնելու, երբ Չ-ն հեռացավ ընկերներից և մնաց մենակ։ Այս դասին դու կտարբերես առարկա և գործողություն ցույց տվող բառերը, կգնահատես անսովոր իրավիճակներում ելքեր գտնելը, կհասկանաս, թե որքան կարևոր է բարի գործեր կատարելը։ Մենակության մեջ նայում ենք նկարներին, փորձում ենք գուշակություններ կատարել, լսում ենք բոլոր երեխաների խոսքերը, ոչ մեկին չենք ասում դու ճիշտ ես կամ սխալ ես, ուշադիր լսելուց հետո առաջարկում ենք կարդալ և հասկանալ, ով էր ճիշտ գուշակել դասի շարունակությունը։ Ուզում է բարի գործեր անել, բայց չգիտի ինչպես։ Մի օր տեսնում է, մի սոված մարդ է կանգնած ճամփին, կողքին շատ իրեր։ Զգուշորեն մոտենում է ու կանգնում մի իրի կողքին, այ քեզ հրաշք, իրն անմիջապես դառնում է չիր, մարդը սկսում է չիր ուտել, չէին էլ է հյուրասիրում, ապա ուրախ հեռանում է, Չ-ն էլ է ուրախանում, որ կարողացավ մարդուն օգնել։ Մի անգամ էլ անտառում Չ-ն տեսնում է մի որսորդի, որ նշան էր բռնել որսին, վազում կանգնում է որսի առաջ և որսը դառնում է 4, որսորդի աչքերը 4 են դառնում, զարմանում է, թողնում, հեռանում։ Անցնում են օրեր, փչում է աշնան քամին, Չ-ն գույնզգույն տերևների հետ թռչում է անտառով մեկ, հետո մի ծառի բնի մոտ տեղավորվում է տերևների տակ, որ չմրսի։ Գալիս է ձմեռը, Չ-ն սառած տերևների տակից մի կերպ դուրս է գալիս ու ցրտից դողդողալով նայում է ծառին։ Տեսնում է, որ ծառը դուռ ունի, իսկ դռան վրա ցուցանակ է կախված, փակ է։ Ինչ անի։ Կանգնում է, էդ առից առաջ ստացվում է փակ չէ։ Որ փակ չէ, բա ինչ է, մտածում է Չ-ն ու այս անգամ հնարամտորեն խցկվում է Փ տառից հետո։ Փչակ է ու հենց փչակում էլ մնում է ամբողջ ձմեռ։ Հենց գարունը բացվում է, օրերը տաքանում են, տառերը գալիս են անտառ խաղալու, մի քիչ վազվզում են, թռչկոտում, պահմտոցի խաղում, մեկ էլ հանկարծ տեսնում են, որ գայլն ուզում է նապաստակին ուտել։ Տառերը ճչում են չուտես, բայց Չ-ն չկար, ու գայլը լսում է ուտես, հենց դա էլ ուզում եմ անել, մտածում է գայլը ու երախը բացում։ Չ-ն տեսնում է այս ամենն ու խիզախորեն կանգնում գայլի ծնոտների արանքում, պինդ պահելով դրանք, որ չփակվեն։ Տառերը նորից են գոռում չուտես, ու գայլը լսելով հրամանը հեռանում է։ Բոլորը և բոլորի հետ նաև Չ-ն հասկանում են, որ առանց համագործակցելու, առանց բարի գործեր անելու չեն կարող ապրել։ Բավականին երկար էր դասը, այժմ կարդանք երեխաներ, դուք կարող եք և ընտրովի ընթերցանություն անել, և շղթայաձև ընթերցանություն, մեկը մյուսին շարունակելով կարդալ, դասից գտնել անհրաժեշտ բառերը, դուրս գրել, առարկա ցույց տվող, գործողություն ցույց տվող բառերը և տարբեր առաջադրանքներ կատարել ու տարբեր խաղեր խաղալ։ Իսկ պարտադիր բառացանկում մենք սովորում ենք ճամփա և առաջ բառերը։ Եթե ճանապարհ բառը գրվում էր Ն-ով, П-ով, իսկ վերջում Հ, ճամփա բառը գրվում է M-ով, P-ով և վերջում Հ չունի։ Այս տարբերությանը ուշադրություն դարձրեք։ Առաջ լսվում է Չ, բայց գրվում է Ջ։ Ինչպես նաև սովորում ենք երախ բառը, որը նշանակում է կենդանիների բերան։ Մարդու բերանին անվանում են բերան, թռչունն ունի կտուց, իսկ գազանն ունի երախ։ Դասը մանրամասը վերլուծելուց հետո հարցերին ենք պատասխանում։ Քո կարծիքով ինչու է Չ-ն ուզում բարի գործեր անել։
Այստեղ հիշում ենք, որ չեն չարաճճիություններ էր անում, խանգարում էր բոլորին եւ ի վերջո հոգնեցրեց ընկերներին, որպիսի մենակ չմնար, որպիսի չար չլիներ, նա որոշեց բարի գործեր կատարել։ Այստեղ կարելի է նաև խոսել բարության կարևոր ուժի մասին, որպիսի երեխաները սովորեն, որ բարությունը ավելի դժվար է անել, քան չարությունը։ Ինչպես չն օգնեց սոված մաշտուն։ Հիշում ենք, որ իր իրեր ուներ մաշտը եւ սոված էր, իր բարի դիմաց չն հայտնվելով դարձավ ճիր։ Ինչու որսորդի աչքերը 4 դարձան։ 4 դառնալ նշանակում է երեխաներ, երբ մի բանը մի քանի հատ է տեսնում մաշտը, աչքերը 4 անել նաև դարձվածք է, որը նշանակում է շատ ուշադիր նայել։ Իսկ աչքերը 4 լինել այս դեպքում մեր դասի մեջ նշանակում է աչքերի առաջ ամեն ինչ խառնվել, 4 լինել։ Ինչ հնարամտություն ու քաջություն ցուցաբերեց չտարը։ Հիշում ենք, որ չն եւ հնարամիտ էր եւ քաջ որսի դիմաց կանգնեց, այսինքն տեսեք հրացանը ձեռքին որսորդը կանգնած է, չվախեցավ եւ հայտնվեց հրացանի դիմաց, որսի դիմաց կանգնեց, որպեսզի որսը դառնա 4 եւ որսը փրկվեց։ Չն ինչպես կարողացավ ծմերելու տեղ գտնել։ Հիշում եք, ծառի վրա տնակ կար եւ տնակին ցուցանակ էր փակցված, որտեղ գրված էր փակ է։ Երբ չն կանգնեց էից առաջ, դարձավ փակ չէ, բայց ամեն դեպքում դուռը փակ էր մնում եւ չն չէր կարող ներս մտնել։ Եվ նա հնարամտություն արեց, կանգնեց փ-ից հետո ա-ից առաջ եւ ստացվեց փչակ է, փչակ, փչակը ծառի մեջ անցք է, փոս է, փչակում կարող են ապրել վայրի կենդանիները, օրինակ նապաստակը ներքևի մասում, իսկ վերևի մասերում փչակում հիմնականում ապրում են սկյուրիկները, որոնք իրենց ծմրան պաշարը պահում են հենց փչակի մեջ։ Հաջորդ հարցը. Ինչպես տառերը փրկեցին նապաստակին։ Տառերը երբ տեսան, որ գայլը ուզում է ուտել նապաստակին, բոլորը բղավեցին. չուտես, չուտես, բայց քանի որ չեն չկար, դառնում էր ուտես, ուտես, եւ գայլը անտատ ասում էր, թե ես հենց դա էլ ուզում եմ անել, եւ բացեց իր երախը, այսինքն մեծ բերանը, կենտանու քազանի բերանը, որպիսի կուլ տա նապաստակին, չն անմիջապես հայտնվեց, կանգնեց ուտես բարի դիմաց եւ դարձավ չուտես, չուտես, եւ գայլը հրամանը լսելով հեռացավ։ Եվ ամենավերջում կաշտանք շատ կարևոր նախադասությունը, որը մեր դասի հիմնական գաղափարն է երեխաներ։ Բոլորը եւ բոլորի հետ նաեւ չն հասկանում են, որ առանց համագործակցելու, առանց բարի գործեր անելու չեն կարող ապրել։ Համագործակցել նշանակում է միասնաբար լինել, մեկը մյուսին օգնել, մեկը մյուսի գործը շարունակել եւ ամենակարևորը բարություն կատարել։ Դասի վերջում մենք ունենք բազմաթիվ առաջադրանքներ, երեխաներ, որոնք բոլորը ներառված են աշխատանքային տետրում։ Հիմա մենք կաշխատենք աշխատանքային տետրում եւ բոլոր առաջադրանքները կկատարենք։ Առաջադրանք առաջինը կաշտանք եւ գրենք սովորիր աչքի առաջ բառերը։ Ճամփա առաջ աշտեն բացատրված է, երեխաները յուրաքանչյուրից մեկական տող գրում են։ Առաջադրանք 2-ը օգտվելով տեքստից լրացրու նախադասությունները։ Չն ինչ արեց նապաստակին, որովհետև չն ինչ արեց երեխաներ, չն փրկեց նապաստակին, որովհետև բարի էր։ Չն ինչ արեց ընկերներին, որովհետև չն լսեց ընկերներին, որովհետև մենակ էր։ Չն հասկացավ, որ առանց համագործակցելու ու առանց բարի գործեր անելու չեն կարող ապրել։ Առաջադրանք 3-ը գրիշ, թե ինչ բառեր են պատկերված նկարելուկով։ Գրիշ, թե ինչ բառեր են պատկերված նկարելուկով։ Տեսեք երեխաներ։ Հիշում եք ռեբուսները լուծելու եղանակը։ Եթե բառի սկզբում է մեկ ստորակետ դրված, ուրեմն առաջին տառն ենք հանում, այսինքն գիրք բառից հանում ենք գն, եւ վերջից է դրված, ուրեմն վերջի տառն ենք հանում, քն ենք հանում։ Չն էլ տնենք դիմացը, կդառնա չիր, քն եւ քն հանելուց հետո իր կմնա չիր։ Հաջորդը շուն բառի վերջում ավելացնում ենք չ, դառնում է շունչ։
Ավել բառի մեջ այի փոխարեն դնում ենք չ, դառնում է չվել։ Կարիճ բառի մեջ չ-ի փոխարեն դնում ենք չ, դառնում է կարիճ։ Կարիճ այն գործիքն է, որով թղթերն են կարում։ Առաջադրանք 4-ը գրում ենք, թե ինչ են անում Հայկը, Անուշը, Արամը և Ծովինարը։ Մենք այստեղ փաստորեն կազմել ենք նախադասություններ։ Առաջինը Հայկն է։ Հայկը երգում է։ Հաջորդը Անուշն է։ Անուշը պարում է։ Արամը սղոցում է, Ծովինարը կարդում է։ Իսկ 5-րդ առաջադրանքով մենք պետք է առարկա ցույց տվող բառերից ստանանք գործողություն ցույց տվող բառեր, ինչպես օրինակ մտրակ, մտրակել, մտրակով ձյուն են խփում, որպեսզի ձին արագ վասի, ճիշտ է։ Սղոց, ինչ անել, սղոցել։ Նկար, ինչ անել, նկարել։ Մեղ, մեխել։ Երեխաներ, մեխին անվանում են նաև գամ, գամ, գամել։ Փոցխ, փոցխել, փոցխով խոտերն են մաքրում տերևներից և ավելորդ բույսերից։ Զանգ, զանգել։ Այժմ անդրադառնանք հաջորդ էջի առաջադրանքներին։ Արտագրում են երեխաները հանելուկը, ձեռագիրը գեղեցկացնելու համար ուշադիր գրում են, հիշում ենք, որ ոտանավորը գրում ենք յուրաքանչյուր տողը մեծատառով և եթե տեքստում պատկերված է, որ չի շարունակվում միտքը, մենք նույնպես գրում ենք նոր տողից։ Ոտանավորը գեղեցիկ արտագրելուց հետո գուշակում ենք գրվածը, այսինքն սա հանելուկ է, թե մեկ եմ, բայց երկուս եմ, բառը գրկող մի նշան եմ, թե բացվում եմ և թե փակվում, գտիր ինձ այս հանելուկում, խոսքը չակերտների մասին է, եթե նկատեցիք, չակերտները բանալու տեսքով են նկարված, բացում ենք և փակում ենք։ Հիմա առաջադրանք 8-ը պիտի կատարենք, սա տխուր 8 է, տեսեք, դեմքը տխուր է 8-ի։ Լուծում ենք նկարելուկը և գտնում գրված բառը։ Սա ինչպիսի 8 է երեխաներ, ուրախ 8 է, ճիշտ է, հակառակն է տխուր 8, ուրախ 8։ Տ-ն երեխաներ, տառանունների լեզվով տյունն է, եթե տյունի առաջին տառը հանենք, ուրախ 8, յուն, տեսեք, ուրախը կա, 8-ը կա և տյունի տ-ն ենք հանել, դառնում է ուրախություն։ Եվ առաջադրանք 8-ն ենք կատարում, լրացնում ենք նախադասությունները։ Դասից քաղաց իմ պտուղները։ Ես իմացա, որ չարաճճին էլ կարող է բարի լինել։ Ինձ հետաքրքրեց չ-ի տարբեր դերերը։ Սկզբի հատվածում նա չարաճճի էր և չարություններ էր անում, իսկ երկրորդ մասում արդեն բարիացել էր և բարի գործեր էր անում։ Ես կհիշեմ, որ պետք է բարի գործեր անել։ Ես կպատմեմ իմ արած բարի գործերի մասին։ Երեխաներ, հիշեք, որ բարությունը կփրկի աշխարհը։ Ցտեսություն։